Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 21։ Տապանում ծածկվիր։ Ջոն Օուենը, մեծ պուրիտան քարոզիչը, 1680 թվականի ապրիլի 9-ին դիմեց եկեղեցուն հետևյալ ուղերձով. «Դուք գիտեք, որ տարիներ շարունակ առանց բաց թողման ես անընդհատ նախազգուշացրել եմ ձեզ մոտեցող աղետալի ժամանակի մասին և անդրադարձել եմ այն մեղքերին, որոնք դրա պատճառներն են եղել։ Ես ձեզ ասել եմ, որ դատաստանն Աստծոտանից է սկսվելու, որ Աստված կարծես մեր սրտերը կոշտացրել է իր երկյուղից և ոչ ոք չի գիտակցում, թե ինչ զորություն ունի նրա բարկությունը։ Այս բոլորի մեջ ես ձեզ զգուշացրել եմ վտանգավոր, տագնապալի և աղետալի ժամանակների մասին։ Այժմ դրանք բոլորը դրան ետևում են և ներթափանցում են մեր մեջ»։ Աստված իր սարսափելի բարկությունը ուղարկեց այդ հասարակության վրա։ Ջոն Օուենը խնայվեց, որ աղերսանք բարձրացներ Լոնդոնը կլանված բոցավառ հոլոքոստի համար։ Սակայն նախքան այս աղետներից որևէ մեկը տեսնելը, Օուենը իր ամբիոնից իրավացիորեն հայտարարել էր. «Ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է մեզ պահենք մեզ վրա եկող սարսափելի աղետների առջև»։ Սիրելիներ, մենք ապրում ենք նմանատիպ ժամանակներում, ինչպես Օուենը։ Այդպիսի ժամանակներում միայն մեկ պատասխան կա հավաքվող փոթորկին՝ արդարը իր հավատքով պիտի ապրի։ Օուենը արցունքն աչքերին հորդորեց իր ժողովրդին. «Տապան պատրաստեցեք ձեր և ձեր ընտանիքների անվտանգության համար», ապա ավելացրեց. «Տապանը Հիսուս Քրիստոսն է, այլ ճանապարհ չկա»։ Մենք կարող ենք վտանգներ տեսնել բոլոր կողմերից, բայց մեզ շրջապատում է հրեշտակների կրակե պաշտպանողական խումբը, և Աստված կօգնի մեզ հաղթահարել ցանկացած աղետ, որի կարող ենք հանդիպել։ Ուզում եք դիմավորել գալիք փոթորիկը այդ հանգիստ վստահությամբ և հոգու խաղաղությամբ։ Այդ դեպքում այսօր հրաժարվեք ձեր բոլոր ճանապարհներից և ամբողջությամբ վստահեք ձեր կյանքը Աստծուն։ Նա է ձեր բարի և սիրող հովիվը, և Նա հավատարմորեն կառաջնորդի ձեզ յուրաքանչյուր փորձությունով։